այտենց համարձակություն կունենաք հստակ դնելու, եթե ըստ սահմանադրությամբ դու եղել ես երկրի ղեկավար եւ դու պիտի երաշխավորեիր Հայաստանի Հանրապետության սահմանների անվտանգությունը եւ տարածքային ամբողջականություն, ճիշտ է։ Վերընկած էր, չէ՞ ինքը այնտեղ։ Այսինքն Հայաստանի Հանրապետության պիտի սահմանների անվտանգությունը պահե, չէ՞։ Արցախին էլ հետ է, ճիշտ է։ Ահա։ Հիմա եթե ինքը, չգիտեմ, ծախել է, նվիրել է, պարտվել է, ինչ է արել, դեբիլ է եղել, թե ծախել է, ինչ է արել։ Այդտեղ մի հատ կետ նշելու եք, թե թռնելու եք դրա վրա։ Դու պետք է ով որ դա անի, պետք է պատասխան տա եւ այդ օրենքը ոչ թե մենակ այսօրտի գործի։ Դու շփոթ այդ կետը հիմա էլ կա։ Այդ կետը գործում է, այդ կետով այս մարդիկ արդեն այդ կետով այս մարդիկ պետք է բոլորը հանցագործներ են։ Բայց որպեսզի այդ կետը գործի, պետք է լինի քաղաքական ուժ, որ կյանքի կոչեր։ Չէ, դուք ասեք, որ այդ կետը լիներ, որտեղ դուք մենակ համերաշխության մասին եք խոսում։ Լավ եք անում խոսում եք, բա մյուսն էլ ասում է այդ համերաշխությունը Հայաստանի Հանրապետության տարածքների հաշվին եք անում, Արցախի տարածքների հաշվին, թե Եռաբլուրում պարկած զովասների հաշվին եք անում։ Հիմա դուք շփոթում եք երկու բան։ Ուրեմն այդ կետը հիմա կա։ Այդ կետը ասում է հետեւյալը, որ եթե մարդը խախտում է տարածքային ամբողջական, այդ ամբողջ աշխարհում այդ կետը կա։ Ամբողջ աշխարհում այդ մարդը դատվում է։ Հիմա այս եթե Հայաստանում էսի չի եղել, ում մեղադրեք։ Մեղադրեք այն շրջանակներին, ովքեր որ չեմ ուզում շատ երկար փակագծերը բացում։ Չէ, դուք որտեվ ասում եք մենք գալիս ենք համերաշխություն չեմ պատասխանում։ Ես ձեզ ասում, ես ոնց կարող եմ։ Դա տարբեր բան է։ Ես ուրիշ բան եմ ասում։ Ինչ է նշանակում համերաշխություն։ Տես, ես հիմա օրինակ բերեմ, որ դու հասկանաս համերաշխության մոմենտը։ Ուրեմն 90-ական թվականներին կար մեծ հակասություն Դաշնակցության եւ ՀՀՇ-ի միջեւ։ Հիշում եք այդ պատմությունը։ Իհարկե հիշում։ Հիմա տեսեք, այդ պատերազմի ժամանակ այն ժամանակվա Ղարաբաղի ղեկավարությունը եւ Վազգեն Սարգսյանը որոշում կայացրեցին, որ այդ հակասությունը պատերազմում պետք է չլինի, որտեղ եթե պատերազմում հակասությունը մնաց, Հայաստանը կպարտվի։ Հիշում եք այդ պատմությունը։ Այսինքն եւ որոշում կայացրեց, որ բանը դաշնակցական թե ՀՀՇ-ական պատերազմի ժամանակ պետք է երկրորդական ստորադասվի այդ ամեն ինչը։ Համաձայն եք սրա հետ։ Հետո։ Ճիշտ է թե սխալ է դա։ Հիմա դա ճիշտ է թե սխալ է։ Հետո մի համատեղ այդտեղ դավաճանական ուժերի մասին չի խոսք, է։ Հիմա ասենք առաջ, լավ։ Հիմա ասենք առաջ։ Իրանին վերցնենք։ Իրանում Միացյալ Նահանգներն ու Իսրայելը ասացին, որ քանի որ այդ ժողովուրդը պառակտված է, մի րոպե, քանի որ ասում մի րոպե, դառնում են միասնական։ Դու ես ասեմ, էլի։ Իրանք հաշվարկեցին, քանի որ այս հասարակության մեջ կա պառակտվածություն, մենք կարանք պատերազմով կոտրենք պետականությունը։ Եթե այդ բանը պառակտվածությունը չլներ, իրանք այդ հաշվարկի մեջ չէին մտնի։ Իրանք խայծը կերել են մենակ այն ժամանակ, որ տեսել ցանկացած պառակտված հասարակություն, դիրախադառնում։ Ինչի Հայաստանը տուժվեց, երբ որ այս մարդիկ եկան սև ու սպիտակի բաժանեցին ժողովրդին։ Դուք էլ իմիջիալոց հենց պետք է լինում Հայկ Մարությանի գլուխն եք, որը փոխանակ ասեք, այս սրիկա, հենց առաջին տականքությունը դու ես արել։ Ջան, ես հիմա քեզ ասում եմ սկզբունքը, դու միանգամից ասում հետեւյալը, որ ժողովրդին, հասարակությանը, քաղաքական ասում եմ սև ու սպիտակ բերող սրիկայի հետ պատրաստ եք համագործակցության, չէ՞։ Սրիկա, Հայկ Մարության, սևը, այսինքն ինքը կեղտոտ բան արել Հայաստանի Հանրապետության պետության դեմ, պառակտող գործը այն տականքն արել է, սա էլ լինելը որոշակի հանրային հեղինակություն արել է։ Ես հիմա եկեք ինչ եմ ասում հետեւյալը, որ եթե այս բարձ մի հատ բանաձև եմ ասում, որ մենք հասկանալի լինի, կարող է պոպուլյար չի հիմա դա, բայց ես ասում եմ, եթե մենք հիմա ասենք, որ քանի որ դուք սև սպիտակ եք արել, հիմա ես մենք գալու ենք, մենք էլ մեր սև սպիտակ ենք նալու, ստեղ էլ արդեն ասել ենք, դուք ասել եք, որ սպիտակը լավն է, սևը վատն է, հիմա մենք գալու ենք ասել ենք, որ սևն է լավ, սպիտակն է վատ։ Կյանքը ճիշտ տվեց։ Չէ, եթե մենք հիմա այդ կոդով շարժվենք, ուրեմն մենք ոչինչ չենք կարող փոխենք, նույն երկիրը կցարկենք, անուն ազգանունը կփոխվի երկիրը։ Դավաճան տականքները, ուզում ես վրան գրի Հայաստանի Հանրապետություն, ուզում ես գրի Միացյալ Նահանգներ, բոլոր տեղերում պատժվում են։ Ընդ որում ձեր գոված Իրանի Իսլամական Հանրապետությունում դաժան կերպով են պատժվում։ Այնպես որ հիմա չեմ կարծում, որ դա բանը դուք ասում եք պոպուլյար չի կարող լինել, կարծում եմ որևէ ժամանակահատվածում որ դավաճանների խոսքը չի վերաբերվում դիվերսանտների մասին։ Այնտեղ հիմա պատժվում են դիվերսանտները։ Այնտեղ քաղաքական ընդդիմախոսները չեն պատժվում։ Մեր մոտ ովքեր են։ Կան, ուրեմն եթե մենք հիմա մենք քաղաքական ընդդիմախոսին ինչ քաղաքական միացնենք դիվերսանտին, քաղաքական ընդդիմախոս Հայաստանի Հանրապետության տարածքները չկա, դրանք ընդդիմախոսներ են, դրանք հանցագործներ են։ Անժելա ջան, ես հիմա ես չեմ ուզում այդ վեճի մեջ խորացնեմ։ Ես ասում եմ հետեւյալը, մենք պետք է ընդդիմախոսին դիվերսանտից տարանջատենք։ Եթե մենք չտարանջատեցինք, մենք կհայտնվենք մի հատ այլ մի վիճակի մեջ, որտեղ 37 թիվ է եղել եւ 37 թվից մենք 100% կարամ ասեմ, որ մենք հաջող տարբերակով դուրս չենք գա։ Ես sense մի բան կարամ ասեմ, ես ինքս գիտեմ դա ինչ է նշանակում։ Դա առաջի հետ քիչ շատ հրապուրիչ բան է, բայց բոլոր քաղաքագետները հասկանում են, որ ցանկացած ծայրահեղություն, եթե դու նույնիսկ եթե արդարության դրոշով ես գնում, ասենք, ի վերջո դա ավարտվում է դաժան
հետևանքներով, որից մենակ հետագայում ես ու տեսնում եմ։ Հիմա ես հասկանում եմ, որ էմոցիոնալ վիճակը գիտեմ, բացարձակ էմոցիոնալ սարսափ գնահատում եմ Հայաստանի Հանրապետության տարածքները գոյություն չունեն, Ղարաբաղը Արցախը տապալվել է հանցագործներին, թալանչիներին, դրանց չի վերաբերվում։ Դրանց է հանցագործություն կա, երկիր ծախելուց են կողմ հանցագործություն կա, Անժելա ջան, արի մենք սենց ասեմ քեզ, էլի, էդի ես չի աշխատել, ես գիտեմ դուք ոնց եք մոտենում, դա բացարձակ չի աշխատելու, այս գլխից ես ասեմ, որ չմտածեք, որ դա բան։ Ինչևէ լավ, ձեր գնահատականներով ասում եք, որ Նիկոլին հաղթել հնարավոր է։ Ոչ թե հնարավոր է, ասում եմ հետևյալը։ Ինչա՞ ես Նիկոլ Փաշինյանը, ինչա՞ շարունակում ես իր շոուներն ու որովհետև ասեմ, ինչա այսպես իմիջիալոց նորություն ունենք երիտասարդներից 18 տարեկան։ Շատ լավ հարց եք տալիս, պատասխանեմ։ Մարիամ ունենք թե չունենք, Արփի։ Նորություն։ Այո։ Գրել եմ Տելեգրամում կար Միքայել Մինասյան եւ Պանես մեկ ազատացած, բայց մեղադրանք առաջադրվել ամեն դեպքում։ Հա։ Տեսեք, հիմա ինչա Ինչա գնում այսպես ծայրահեղ քայլերի Նիկոլը։ Ես վստահ համոզված եմ, որ Փաշինյանն էլ ուսումնասիրություն է արել, տեսել է իր վարկանիշը անկում ապրել։ Ինքը որ մարդը որ անկում է ապրում, ինքը հավաքում է իր թիմին, ասում է այդ ձեր պատճառով է որ ես անկում եմ ապրել, ձեր պատճառով է որ իմ վարկանիշը ընկել է, դուք եք մեղավոր, ես այս կգնամ ժողովրդի հետ կզրուցեմ եւ իմ վարկանիշը կվերականգնեմ։ Իդեպ ասեմ բոլոր ժամանակներում տենց է եղել։ 90-ականներին ասում են ՀՀՇ-ն վատնա որ Տեր-Պետրոս, այ ասեն տարանջատ, միշտ տարանջատել են, միշտ տենց է եղել։ Այն ժամանակ էլ ասել են, որ չգիտեմ, Կարեն Սերոբիչն լավն է, բայց այդ ՀԺԿ-ն լավը չի։ Ասենք, ոնց ասեմ, բանը այդ բոլոր այսօրվա ասենք ինչքան լիդեր որ տեսնում եք։ Բայց հիմա չեն ասում, հիմա ասում են Նիկոլն է լավատ, ԿՊ-ն է լավատ։ Չէ, հիմա լսեք ինչ եմ ասում։ Նույնիսկ ՔՊ-ի էլեկտորատի մոտ այնտեղ հիմնականում Փաշինյանի վարկանիշն է, ԿՊ-ն որպես այդպեսին գոյություն չունի։ Հիմա եթե հիմա Փաշինյանը հանես դուրս, ԿՊ-ն կարող է հավաքի 0.1% ձայն, ասենց ասեմ։ Որտեվ ԿՊ-ն քանի որ ուսապարկերից հավաքած մարդիկ են, դրանց մարդկանց չեն ճանաչում մարդկանց մեծ մասը։ Դուք պատկերացնում եք ուսապարկը ոնց կարա Հայաստանում վարկանիշ ունենա կամ որևէ տեղ վարկանիշ ունենա։ Դուք քանի օք եք ճանաչում։ Դուք հիմա այդ 71 падգամավորից քանի ազգանուն գիտեք։ Կարա՞ք ինձ ասեք։ Չէ, դու մտածեք, քանի ճանաչ, քանի ազգանուն գիտեք։ Մաքսիմում 10, չէ։ Բայց դուք որ ակտիվ քաղաքականությամբ ես զբաղվում 10, հիմա հասարակ շարքային նույն դեմք ունեն։ Ահա, հիմա շարքային քաղաքացին ձեր կարծիքով քանի падգամավոր գիտեք։ Ավելի քիչ բնական։ 1, մաքսիմում 2։ Համաձայն եք սրա։ Հիմա այդ մարդիկ ոնց կարան վարկանիշ ունենան ժողովրդի մոտ։ Հիմա քանի որ այդ մարդիկ չունեն վարկանիշ ժողովրդի մոտ, բնականաբար Փաշինյանը գալիս ասում է, «Քայ ձեր պատճառով դու մենք վարկանիշ չունենք, դուք հիմա մի կողմ քոնեք, ես մտնել եմ, հեսա իմ վարկանիշը բարձրացնեմ»։ Նայեք, ինքը անդադ իրենով է լցնում լրահոսը։ Հայլուրն էլ իմիջիալություն չի դատի չեք տալիս Հայլուրին։ Ամեն օր ասում են 20-ից 30 րոպե նվիրված է իրեն։ Կոնկրետ հիմա քարոզ են անում մարդիկ։ Պետական տեսեք, ես հիմա sense բան ասեմ։ Հիմա ինքը բան եմ առաջարկում ձեզ, քաղաքական ուժը կարող եք դատի տալ։ Տեսեք, ինքը հիմա ակտիվ փորձում է ասում sense ամենակարևորը որ ես լինեմ ուշադրության կենտրոնում։ Ինքը մի հատ բանա օրակարգ է ձևավորում, կապ չունի։ Այդ օրակարգի մասին որ խոսում են, իր այդ աղմուկի արդյունքում իր զանգվածը կրիստալիզացվում է։ Այսինքն ինչքան որ հիմա մենք խոսում ենք, հիմա որ խոսում ենք իր մասին, մենք իրոք ենք տալիս, ասենք քեզ։ Ես դա միշտ քեզ ասել եմ, դու չես ընդունում այդ բանը։ Ինչքան մենք իր օրակարգից դուրս բաների մասին խոսենք։ Դու գնացեք ձեր սիրելի լրատվամիջոցներին ասեք, 99% անդիմադիր կոչված լուսաբանում են իրեն։ Երկու բացառությամբ, այնպես որ այստեղ մի ասեք, այն ձեր ամենաճակատային անդիմադիր բոլորը իրան լուսաբանում են։ Իմ կողմից ինքը մերժված է։ Ոչ մեկի չեմ լուսաբանում։ Անժելա ջան, մի բան ասեմ, ես որ քեզ ասեցի նկատի չունեի կոնկրետ քեզ, դա ընդհանուր առմամբ վերաբերում է բոլոր ընդդիմադիր շրջանակներին։ Նկատի ուներ, դրա համար պատասխանեցի։ Չէ, նկատի ունեմ, որ մնացածները ինչ որ իմաստով դու ես առնչվում, որովհետև ստիպված ես առնչվում, բայց մնացած բոլորը այդ նարատիվի մեջ մտնում են, այսինքն ինքը օրակարգա ձևավորում, այդ օրակարգի մեջ սաղ մտնում են, քննադատում են, իրանց թվում է թե գնացածի արդյունքում իր վարկանիշը անկում է ապրում, բայց ինքը դրա քայլով իր էլեկտորատը կրիստալիզացնում է։ Ինքը դա շահում է, ասեմ քեզ իմանաս։ Ինչքան էլ որ ինքը գնա եկեղեցու մեջ ինչ որ պայքարի բանանի եւ այլն, իր զանգվածը կրիստալիզ, հիմա իր զանգվածը էրոզիա է ենթարկվել։ Հիմա ինքը ուզում է այդ զանգվածին նորից վերականգնի։ Նպատակը որն է, որ ոնց վերականգնի, ինքը պետքա կոնֆլիկտային սիտուացիա ստեղծի, ասի որ այ ես sense պայքարում եմ չար բաների դեմ, որպեսզի իր զանգվածը նորից հետ գա, հասկանում ես, բայց անկախ ամենից ոնց է գնահատում այս ամեն ինչը։ Չէ, ինքը կրիստալիզացնում է, իր տեսակետից ճիշտ է անում։ Ես անկեղծ ասեմ, ես որպես տեխնոլոգիական տեսակետից անկեղծ ասում եմ, ինքը ճիշտ է անում իր տեսակետից։ Բայց ակնհայտ է մի բան, բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ այն 250,000-ը, որը արդեն ինքը հիասթափվել է Իրանից, ինքը այլևս իրան չի վերադառնա։
Դա ակնհայտ է։ Իրանք կարող չգնան ընտրության, կարող գնան ինչ-որ ուրիշին տան, բայց չի վերադառնալու։ Շատ լավ։ Եվ դրա համար եմ ասում, ինքը որևէ տարբերակ չունի վերարտադրվելու, ոչ մի տարբերակ չունի վերարտադրվելու։ Դա չեմ հաշվում այդ ուրիշ բան, որ եթե պետական ապարատը տեսնի, որ իր դիրքերը թույլանում են, սովորաբար այդ ժամանակ տրոհում է առաջ գալիս։ Սովորաբար պետական ապարատը մի զանգված սկսում է փախնել տակից։ Դա ես հələ հաշվի չեմ առնում։ Եթե որ հաշվի առնենք, իր տոկոսը արդեն ոչ թե կլինի 36% կամ 40-45%, այլ կարող է փլվի մինչև վերջ։ Դա տենց է փլվում համակարգերը։ Շատ լավ է, միավորումները շարունակվում են, նոր միավորում միանալ ուժեր եւ ձեզ եւ ուժեղ Հայաստանին հենց հիմա այսպես ինֆորմացիա գնաց, շատ լավ է, ուժեղ Հայաստան կուսակցությունը դաշինք կազմեց Հայաստանը ես եմ նախաձեռնության եւ նոր դարաշրջան կուսակցության հետ, կարծում եմ առաջիկայում ձեր ուժեր, այսինքն կլոր սեղան արեցին, կլոր սեղանում էլ հավաքվեց եւ առաջարկ Հայաստանի շրջանակներում արդեն բավականին շատ լավ է, թող երեք ուժերն էլ այդպես ես ասեմ հիմա ինքը օբյեկտիվորեն գնում է մոտավորապես այն տրամաբանությամբ, ինչ որ գնաց Գյումրիում։ Բայց ասեմ Գյումրիի մոդելը, որ ասում են, որ դա իսկապես դա եվրոպական մոդել է, եվրոպական երկրներում, պարլամենտական երկրներում կոնսոլիդացիա են անում։ Մեր հյուրը վաղուց եկել է, մենք այսպես շատ սպասեցինք եւ այստեղ ավանջուրան Նեթանյահու շարունակվում է աշխատի, թե ոչ, քիչ առաջ հայտարարել է, որ Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը 2 անգամ փորձել է սպանել Թրամփին եւ պատասխանատու է Աֆղանստանում հազարավոր զոհերի եւ ԱՄՆ դեսպանատների վրա հարձակումների համար։ Նեթանյահուն արդեն փրկունեցա կախում, ինքը ասում է Թրամփ, մի բան խնդրում եմ, էլի, մի բան արա, որ ես փրկեմ, եթե դու հիմա դուրս գաս պատրեց, իսկ դատա այնտեղ, որտեղ ինքը վնաս տվեց Իսրայելին։ Իսրայելը ոչինչ չշահեց, բայց իր ժողովուրդը կորցրեց, այնտեղ ռմբակոծություններ եղան, մարդիկ վիրավորվեցին, մարդիկ հիվանդան, մարդիկ վախի մեջ մտան, մինչև հիմա շարունակվում է բան, բայց այն խնդիրը հակահարական բան ինչ որ ալիք աշխարհով։ Ավելին կարամ ասեմ, ինքը խոսք էր տվել Իրանի ռեժիմը կփոխվի, ոչ մի բան չի փոխվել, ինքը սպանեց չափավոր գործիչներին եւ արդյունքում բազաները եկան առաջ, քսիրի ղեկավարները եկան առաջ եւ ավելի վտանգավոր են Իսրայելը։ Հիմա լավ այդ մարդուն ինչ պետք է անի Իսրայելի ժողովուրդը։ Քո ասած պետք է նստի դատի, չէ՞։ Իմիջիալոց ես 1-2 հոգու որ իր հարաբերությունը լավ գիտեին, ինչեւ մի հատ բան ասեմ, ընդհանրապես աշխարհում կա ամեղության կանխաբարձի սկզբունք։ Իսկ իրավական համակարգը եթե դու աշխատացնում ես, ամենանորմալն է։ Ես կողմնակից եմ որ իրավական համակարգը աշխատի բոլորի նկատմամբ, Հայաստանում, Իսրայելում, բոլոր տեղերում։ Եվ ես հիմա էլ եմ ասում 9-ից 7-ը իրավական համակարգ պետք է աշխատի։ Ոչ իրավական համակարգ աշխատացնելը դա ոչ իրավական, իսկ ով է խոսում ոչ իրավական համակարգ։ Չգիտեմ, տենց ինչ է նշանակում։ Դա ոչ իրավական համակարգ աշխատացնելը, ես ասեմ, ես տեսել եմ։ Հանցանք են գործը, որ իրավական համակարգը լրիվ բավարար է, որ ես պատիժը իրավական համաշխարհից դուրս տրամաբանական աշխարհ, իրավական համակարգից դուրս որևէ բան։ Ինչ վախեցած է ոստիկանության գվարդիան զորք է կենտրոնացել քնչական վարչության մոտ, որ քիչ առաջ տեղափոխվել են երկօրյա եղբայրներ, այնտեղ հավաքված էր 30 մարդ, ինչ վախեցած։ Դե ասում եմ, ես դրա համար եմ ասում, քանի որ այն ինֆորմացիան, որ ես հիմա ձեզ ասում եմ, ինքն էլ գիտի։ Ինքը այդ իր մոտ իսկական խոճապ է հիմա, որտեվ 2 ամիս անց կարող է պետային նենց ստացի, որ ասենք հունիսի 8-ին ինքը զանգարի, ասենք ուժային կառույցների ղեկավարները, իրանք չվերցնեն հեռախոս։ Դու, շնորհակալություն։ Բա Նիկոլետս բաներ լա լինում։